Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր ես զրուցելու եմ պարոն Էդգար Ղազարյանի հետ, մենք Կիրակի պետք է զրուցեինք, բայց այսօր հանգամանքների բերումով շաբաթ օրն ենք կազմակերպել մեր հարցազրույցը։ Պարոն Ղազարյան, բարի երեկո, այսօր ուզում եմ մեր զրույցը սկսենք քաղաքացու օրվա հետ կապված, այսօր ընդհանրապես որքանով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց որպես տոն ներառել օրացույցում եւ ըստ ձեզ ինչի մասին է ընդհանրապես այս տոնը առհասարակ եւ այն խորհուրդը, որը Նիկոլ Փաշինյանը այսպես բնութագրում է այս օրվան, որքանով է համապատասխանում իրականությանը, արդյոք Հայաստանում քաղաքացին այնքան հարգված է, որ ունի նաև իրեն պատկանող օր հատուկ։ Այդ օրը մեր տոնացույցում հայտնվել է միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների որոշմամբ, դա արհեստական ներմուծված մի տոնը որն է, այտենց հիշատակման օր էլի, որովհետև մեր օրենքը համապատասխան օրեր սահմանող կոչվում է ոչ միայն տոների, այլ նաև հիշատակի օրերի մասին, այսինքն օրենք տոների եւ հիշատակի օրերի մասին։ Եվ ես կարծում եմ, որ սա ավելի շուտ հիշատակի օր է, քան որպես տոն, դա արհեստական ներմուծված է, ոչ մի մարդու, ոչ մի կազմակերպության, ոչ մի քաղաքացու ներքին ցանկությունը, նախաձեռնությունը չի եղել դա ընդունելու համար, դա իր մեջ որևէ խորհուրդ, որևէ իմաստ, որևէ բովանդակություն չի պարունակում, դրա համար եթե նկատել եք տարիներն անցել են, ոչ մի մարդ այդ օրվա հետ ոչ մի հոգի հաղորդություն, ոչ մի զգացողություն չունի, այսինքն այսօր ցանկացած մարդու հարցնեք, ասեք մենք էլ ենք, չէ՞, այս երկրի բնակիչներ, քաղաքացիներ, տոնի խորհուրդ որևէ մեկը չի զգում, եւ եթե չլինի պետական բյուջեով կազմակերպող մի քանի միջոցառումներ, այսինքն եւ ես նայում եմ հիմնականում աշակերտների մասնակցությամբ, այդ բարձր դասարանի մարզերում, մարզպետների մասնակցությամբ, բարձր չէ, հանձնարարում են դպրոցներին, ուսուցիչներին, գալիս են ընդամենը 2 շարք, նստում են, մնացածը դահլիճները դատարկ, ես ինքս անցած տարի անկեղծ ասած, այս տարի մանեկա ծրագիրներ չգտա, թե որտեղ ինչ միջոցառում են կազմակերպում, անցած տարի գնացել էի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում, ասում եմ, տենամ, սրանք այդ տոնը ոնց են նշում։ Գիտությունների ազգային ակադեմիայից մի հատ ակադեմիկոսի հոնորար են վճարել, որ գա այդ աշակերտների հետ հանդիպի։ Իզնից ու կնոջիցս բացի, դե մնացածը բերման ենթարկվածներ էին, էլի։ Ասենք ակնհայտ դպրոցի տնօրենը, ուսուցիչ ու աշակերտներ, որ զոռով սպիտակ սառուշկաները հագցրել են, բերել են, նստացրել են առաջի շարք, որ այդ մարդուն լսեն, այդ մարդուն է զոռով փող են տվել, բերել են։ Այսինքն ոչ մի կամավոր իր կամքով եկած մարդ ընդ որ կա չկա։ Հիմա նույնը այսօր գնացել է բան, չէ, Արագածոտնի մարզի, ես նամ որ գյուղը։ Ակնհայտ կադրերը նայում ես, փողով սարքած արհեստական միջոցառում, այսինքն ոչ մի մարդ իր նախաձեռնության ոչ մի բան չի արել, էլի։ Պետությունը փող է տվել, մեկը բերե տաղավար է դրել, որ վարչապետը գնան դե նկարվի, ասի քաղաքացու տոն։ Ինչ քաղաքացի, ինչ տոն, ինչա դա խորհրդանշում, ինչի հետ կապ ունի։ Պետությունը ամեն մի տոն իր խորհուրդ ունի, մեր բոլոր տոները սարքել են սուկ, մենք մայիսի 8 էինք տոնում Շուշիի ազատագրման օր, երկրապահի օր, մայիսի 9 էինք տոնում, որպես եռատոն, հայրենական մեծ պատերազմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման։ Մենք անկախության տոն էինք տոնում, երբ որ մեր փառավորում էինք անկախության հռչակագրով ձևավորված մեր անկախ պետության վերականգնումը, մեր բոլոր տոները դարձրել է սուկ, բոլոր եկեղեցական տաղավար տոներին պետական մակարդակով որևէ մասնակցություն չկա, ընդամենը անցած Կիրակի օրը, մեկ շաբաթ առաջ, հայ առաքելական եկեղեցու եւ առհասարակ աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիների գլխավոր տաղավար տոներից մեկն էր Սուրբ Հարության տոնը։ Ոչ մի պաշտոնատար անձ կաթողիկոսի մասնակցությամբ, հանդիսապետությամբ, հայրապետական սուրբ պատարագի չի մասնակցում։ Եկել էր հեծանիվ էր քշում այդ օրը։
Բայց իսկ ոչ եկեղեցական տոներ են նշվում, ոչ ազգային տոներ են նշվում, ոչ պետական տոներ են նշվում։ Ու մատ այդ իրանց արհեստական բերած զորով ուզում են բաներ, մարդիկը ոչ մեկ դա չի, նույնիսկ ԿՊ-ականները, թե նկատել եք այդ ԿՊ-ի ակտիվիստներ, բանին առաջի տարին ելել են փողոցների վրա ասֆալտ էին անում, մեկը ասֆալտն էր ուտում, մեկը խորոված էր ուտում, մեկը չգիտեմ ինչ էր անում, այդպես հարամ զիբիլի պես ընկած էին փողոցները։ Հիմա այդպես բաները չկա արդեն դրա, բայց քանի որ էդի շարժական տոնը հենց օր չի ֆիքսած դրա համար էլ ասում են ամեն տարվա ապրիլ ամսվա վերջի շաբաթ օրը։ Կարծեմ մի տարի հենց իրանց ընդունելու հաջորդ տարին ընկել համընկել էր ապրիլի 24-ը, գիտեի, չէ՞, դες բանել է եղել։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա։ Այնտեղ օրենքում կարծեմ գրած է, որ եթե համընկնում է բանի հետ, ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, պիտի տեղափոխվի։ Մի խոսքով մեծ խառը պատմություն։ Ու քանի որ դա շարժական օր է, հստակ սահմանված չի, շատ հետ ասենք ողբերգական համընկնում կար, որը հենց այնտեղ էր խորհուրդը, որ այսօր վարչապետին ուղեկցող Արտո Շարասյան զոհ դարձած հղի կնոջ Սոնա Մնացականյանի հիշատակի օրն էր, եւ սա հենց այն խորհուրդն է, թե ահա ինչ ճակատագրի արժանանում քաղաքացին Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Իդեպ ասեմ, որ այդ վրաերթի հետ կապված որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոչ այն ոստիկանը, որի մեքենայի տակ ընկնելուց մահացել է Սոնա Մնացականյանը եւ իր չծնված զավակը, չի ենթարկվել պատասխանատվության պետական պահպանության ծառայության ղեկավարությունը, որը հրահանգել է ոստիկանին մեծ արագությամբ երթևեկել փողոցում։ Իդեպ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կարևոր հանդիպման չի գնացել այդ ժամանակ, նա գիտեք չէ՞ որ էր գնում ազգային ժողով հանդիպելու միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հետ։ Նման ձևաչափով հանդիպում ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը չի նախատեսում։ Այսինքն չէր գնում ազգային ժողով հարց ու պատասխանի, չէր գնում կառավարության ծրագիր ներկայացնելու, բյուջեի նախագիծների։ ԿՊ-ի միայն ԿՊ-ի խմբակցության падգամավորների հետ հանդիպում։ Հիմա հարց առաջանում, ինչ է շտապում։ Կարող է Արթուր Հովհաննիսյանը կամ Հայկ Կոնջորյանը ջղայնանային դրեն, եթե ասենք մի 5 րոպե ուշ նեղացներ։ Բարձր չէ, որ այդ արագությամբ գնալու փոխարեն, եթե գնային թույլատրելի արագությամբ, ասենք 60 կմ/ժ արագությամբ, կարող է մի 5 րոպե ուշ հասնեին։ Ասենք կարող է Ալխաս Ղազարյանի համար շատ մեծ նեղություն լիներ, որ 5 րոպե սպասեր Նիկոլ Փաշինյանին։ Ուղղելեշեք քանի սուտ ասեցին այդ դեպքից հետո։ Մեկ ասեցին բանը վարչապետը ինքն է դեպքի վայրից զանգեր շտապօգնություն կանչել, հիշում եք այդ պատմությունները։ Այո։ Ինքը հետո ասեն, որ վարչապետը հետո է իմացել, ազգային ժողովում են իրանց զեկուցել, որ վրա երթ է եղել։ Ամենքը նա այն մամուլի խոսնակը մի սուտ ասաց, այն ժամանակվա մարդու իրավունքների պաշտպանը, որ հիմա դառել արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, դա մի սուտ ասաց։ Հետո այդ քրեական վարույթի շրջանակներում փորձել են արգրավել պետական պահպանության ծառայության եւ ոստիկանության կապի ձայնագրությունները, որոնք պահպանվում են, տարիներով են պահպանվում, դրանք արխիվացվում, որովհետեւ դրանք օպերատիվ հետախուզական աշխատանքի համար կարևոր տեղեկություններ են, դրանք բոլորը ձայնագրվել են, կորել են դրանք, որովհետեւ բարձր չէ ոստիկանության աշխատողը ուղեկցման ժամանակ հրահանգավորում է ստանում ուղիղ պետական պահպանության ծառայության հրամանատարից։ Իսկ պետական պահպանության ծառայության պետը ուղիղ ենթարկում է վարչապետին, այսինքն ինքն է պահանջել, որպեսզի արագ ընթանան, վախից, որ հանկարծ չգիտեմ, դանդաղ գնա, կարող է մեկը հանկարծ այդ բան պլաստիկ շիշա գցի մեքենայի ուղղությամբ։ Այդ վախերից դարձավ ու այսօր եկե մահվան պատճառ, ու այսօր եկե համընկել է քաղաքացու օրվա հետ։ Այո, սրանք սպանում են քաղաքացիներին եւ դա միայն այդ ողբերգական դեպքը չէր։ Հələ հիշեք, քանի քաղաքացի է մահացել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Ես Արսեն Թորոսյանին ասում եմ Հայաստանի Հանրապետության մահվան նախարար։ Հələ մեկ նայեք, թե միայն նրա պաշտոնավարման շրջանում քանի մարդ է մահացել։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում քանի երիտասարդներ են մահացել Արցախյան պատերազմում, որ հիմա էլ է կանգնել ասում է նրանց զոհողության վայրը մեր հայրենիքը չի։ Ես էլ դա շուտվանից գիտեի, 18 թվից գիտեի, ուղղակի ձեզ չէի ասում, որպեսզի տանեմ ձեզ զավակներին, փաստացի կոտենց բառացի տենց չի ասում, բայց տենց է ստացվում էլի։ Իրան մի քանի հազար մարդու ողբերգական է կանգնի թքի Հայաստանի քաղաքացիների վրա, այնտեղից մնա անպատիժ։ Վախեցած Հայաստանի քաղաքացիներից վախեցած ապրում են ու տենց ուղերձներ են հղում քաղաքացիների օրվա առիթով։ Այս տոնը ոչ մի խորհուրդ չունեցող անբովանդակ անիմաստ մի հիմարություն է ներմուծված, որի հետ ոչ մի քաղաքացի հոգի հաղորդություն չունի, եւ ես կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո պետք է սահանել շպրտել մեր տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքից եւ փորձել վերականգնել իսկական տոների խորհուրդը, մեր հաղթանակները, մեր անկախությունը, մեր պետականության պատմության համար նշանավոր օրերի տոնական խորհուրդը, որոնք սքի են բացվել։ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին այդքան սիրող, նրանց ազատություններ տվող Նիկոլ Փաշինյանը ձեռնակաբերդ այցելեց լրիվ փակ ճանապարհներով, շատերը ասում, ես օրինակ չեմ հիշում նման դեպք, որ ամբողջովին ձեռնակաբերդը փակ լինի, իհարկե ղեկավարները թիկնազորի ուղեկցությամբ են եկել գնացել մշտապես, բայց այս անգամ ճանապարհը ուղիղ 1 ժամ փակեցին, մինչև կառավարության անդամները, գլխավոր դատախազն ու մյուսները եկան ձեռնակաբերդ եւ գնացին։ Դուք օրենքներից քաջատեղյակ եք, ես օրինակ չեմ հանդիպել նման բան։ Արդյոք արարողակարգով կար նման բան նախատեսված, որ պետք է ձեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները մարզահամերգային համալիրից սկսած փակվեն ոստիկանական ուժերով, որպեսզի պետության ղեկավարը գա եւ գնա։ Նախ սկսենք դրանից, որ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարը չի, նա ընդամենը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որը պետական արարողակարգի մասին օրենքի 10-րդ հոդվածով սահմանված դիվանագիտական արարողակարգով երկրորդ ավագությամբ պաշտոնյան է, առաջինը դա հանրապետության նախագահն է, իսկ եթե որևէ միջոցառման մասնակցում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը դառնում է երրորդը, որովհետև Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հանրապետության նախագահի ավագության կարգը հավասարեցված է, եթե վեհապառը մասնակցում է որևէ պետական արարողակարգային միջոցառման։ Նա մեր պետության ղեկավարը չի, նա կառավարության ղեկավարն է։ Սահմանադրությունը բազմաթիվ սահմանադրական մարմիններ է նախատեսում։ Կառավարություն, ազգային ժողով, սահմանադրական դատարան, դատախազություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական բանկ, դրանք բոլորը սահմանադրական մարմիններ են։ Նա պետության ղեկավար չի հանդիսանում։ Այդ ձեր ասած միջոցառումները դրանք արարողակարգով նախատեսված չեն, դրանք իրականացում են պետական պահպանության ծառայության կողմից որպես անվտանգային միջոցառումներ։ Իսկ թե ինչից է ինքը իրանը տենց վտանգված զգում, ումից է վախենում, այդ ինչ արել, որ այդպես վախենում է, կարծում եմ բոլորից լավ ինքը միայն գիտի։ Ես մի անգամ առավոտյան առիթ կար մի հատ հանդիպման, առավոտը ժամը 7:30 էի տնից դուրս եկել մեքենայով եւ տեսա թե Երևանի քաղաքապետարանի կողմից մինչեւ կառավարական մեքենաներ են փողոցի տարբեր հատվածներում եւ այդ ուղղության վրա եւ հանդիպակաց բոլոր ուղղություններով ոստիկանության ծառայողներ հետիոտնային անցման բոլոր տեղերում, այսինքն ինքը դա իրա ընդամենը այդ մի քանի կիլոմետր ամառանոցից հանրապետության հրապարակ գործի գալու իր ճանապարհն է։ Աշխարհի ոստիկաններն է բերում լցնում այնտեղ։ Մի մարդ, որն էլ ժողովրդին խաբում է, իբր թե ինքը երբեմն մետրոյով է գործի գնում, ավտոբուսով է գնում, տենց տեսանյութ չէ մի պահ TikTok-ում հրապարակում, որ 7 համարի ավտոբուսը նստում էր, 11 համարից իջնում էր։ Այո։ Ինքը տեն մետրոյով է գնում, բան, բայց իրականում աննախադեպ միջոցներ են ձեռնարկում, որը ոչ միայն իրա, այլ նաև իր տիկնոջ պահպանության համար։ Ես մի անգամ հարցում եմ պետական պահպանության ծառայությանը, թե սովորական պայմաններում քանի անվտանգության աշխատակից է ապահովում Աննա
Ինչի է գախնի էլի, այս ինչ գախնի բան է։ Մենք մեր աչքի առաջ ժամանակին տեսել ենք Ռիտա Սարգսյանին ուղեկցում էր ընդամենը մեկ անվտանգության աշխատակից։ Մենը պարզը չէ, որ օգնական ցանկացած իրավիճակի համար, որ միայնակ չլինի։ Նույն եղել է Բելա Քոչարյանի պարագայում։ Ես քիչ չեմ էլ հիշում, ասենք Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դեպքում ընդհանրապես դες բան եղել է, թե չի եղել։ Այնպես միջոցներ են ձեռնարկում, ասես ոնց որ վարչապետի պահպանություն իրականացնեն, մենակ այդ կնոջ որսկի կինն էլ չի, այսինքն իրան օրենքով պահպանությունը չի հասնում։ Մի աղջիկ կա, որի հետ ինքը ամուսնացել է, երեխա են ունեցել, քիչ չեմ էլ իմանում։ Վերջը ինքը ճանաչել է հայրությունը։ Իմ ասենք այդ բանը, որ պետք է չի մենք իմանանք ինչ այլ է, ոնց այլ է։ Ամենայն դեպս ամուսիններ չեն։ Հայրությունը ինքը ճանաչել է, բայց դա չի նշանակում, որ ինքը պահպանության օբյեկտ է։ Այս ամբողջը ես իմիջայլոց ասեմ, պետը ապսիկ 24-ին այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշամալիր, երեկոյան ժամով ասիկ ընտանիքով, որ փոքր երեխայի հետ ենք, բան ասի հենց ժամի գնա, որ հանգիստ լինի մի քիչ, էլ այդ երթը։ Անկազմակերպ իրավիճակ, ժամերով կանգնել ենք հուշարձան մտնելու հնարավորություն չկար, խցանումներ, մարդիկ էլ էին շատ, բայց ասենք ոչ մի ոստիկան, ոչ կարգապահ, ոչ մարդկանց ուղղություն են ցույց տալի, այն ամբողջ Լենինգրադյան, Կիևյան, Հալաբյան փողոցների հատվածում խցանումներ, տրանսպորտը մի կողմից, մարդիկ մի կողմի, ավտոները մի կողմ, ասես մի հատ անտեր վիճակ, էլ այսինքն նայում ես, ասում ես երկրում մի հատ հանրային ծառայող չկա, որ մի հատ ծառայություն մատուցի Հայաստանի քաղաքացիներին։ Այսինքն, եթե այս ամբողջ ոստիկանության համակարգը փաստորեն այս երկրում ստեղծված է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի ծառայություններ մատուցելու համար։ Ինքը եկավ ջանդավավ, արդեն մնացած քաղաքացիները ավտոները որտեղ կկանգնացնեն, իրանք ոնց կգան, ոնց կբարձրանան, ոնց կիջնեն, երեխու հետ եկողը ոնց կլինի, հաշմանդամի սայլակովը ոնց կլինի, առողջ մարդը ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրում։ Անտեր վիճակ։ Ամբողջ երկիրը մենակ ստեղծված է Նիկոլ Փաշինյանի համար։ Մի օր ես գալիս էի բանից Աննա Հակոբյանի, չգիտեմ, Մորքուրի չեմ նալ ինչ է բանը էլ է, մերել է լեննական։ Ուրեմն սրանք գնացել են բանի, հոգի հանգստի գալիս են, ուրեմն ամբողջ կվարտալից մինչև ես էլ այդ ժամանակ այդ աշտարակի կողմից էի գալի, արնայում եմ ասում ամեն խաշմերուկի ոստիկանները, ձեբրաների, երկու հատ ստե, երկու հատ հաջորդին, երկուսը ստե, երկուսը Այս պարիկների ավտոներ, այս բան, ինչա թե նախապատրաստում են, որ ինքը ընդերից գալիս է։ Դա ջանդամն է, որ չի գալ, բանն է, Ռամզան Կադիրովն է, էլի։ Ու սա հələ մարդկանց էլ ներկայանում է, որպես տենց համեստ, հանգիստ, այ մարդ ինքը կլինի ավտոբուսը կնստի, կեթա մետրով կգա գործի, սուտ, խաբելով մարդկանց։ Սա արարողակարգի հետ ոչ մի կապ չունի։ Իդեպ ասեմ, որ հերթական տարիներ, որ ամենայն հայոց կաթողիկոսը հայոց ցեղասպանության հուշահամալիրում չէր մասնակցում եւ վեհապարի չմասնակցելը ոչ թե իր որոշումն է, այլ ավանդույթի համաձայն արդեն ավանդույթ են սարքել կաթողիկոսին չեն հրավիրում պետական արարողակարգի միջոցով։ Այն էլ հայոց ցեղասպանության հուշահամալիր, երբ որ ավանդաբար վեհապարը ոչ միայն մասնակցում, այլ նաեւ իր հանդիսապետության հոգեհանգստյան կարգամատուցում Առավել ևս 2015 թվականից հետո, երբ որ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասել է մեր հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին եւ նրանք հիմա սրբեր են համարվում։ Եվ նրանց այդ սրբերի ոգեկոչման տաճարի վերահոսման արարողությանը վեհապար հայրապետը չգիտես ինչու հրավիրել էր Նիկոլ Փաշինյանին։ Իմ կարծիքով սխալ էր, որ հրավիրել ինչը գնացին անարգեցին, եկան, իսկ պատերակի մինչև վերջը մասնակցեցին։ Տենց էլ վեհարան չայցելեցին, վեհապարի հետ ուղիղ շփման որևէ դրսևորում չի եղել, այսինքն ավտոյով գնացել են Աննա Հակոբյանի իր շորիկը բան, sense գնացել են իրանց վիճակներով, կանգնել են դառը, իսկ վեհապարի հետ ֆիզիկական շփում չի եղել, որ որդեաբար մոտենան, շնորհավորեն այդ մեր պետության, մեր ժողովրդի, մեր եկեղեցու համար կարևոր իրադարձության առիթով։ Իսկ միորոն օրհնուքի արարողության արարողության ընդհանրապես չեն գնացել։ Դա սատանան է խաչից վախեցող։ Պարոն Ղազարյան, այդ օրը Ծիծեռնակաբերդ էր եկել նաև ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ այդ ճանապարհները որ փակ էին,
ինքը լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ, մի այսպիսի հերոսական կեցվածքով փորձում է այսպիսի մարտնչող ինքը քանի որ շատ որակումներ են թույլ տվեց, մի որակում էլ ես ասեմ, մարտնչող տգիտությամբ առաջ տանել են թեզը, որ ցեղասպանության ճանաչումը եւ պահանջատիրությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության մաս, որովհետեւ ըստ իրեն դիվանագիտությունը առևտուր է, իսկ ցեղասպանությունը չպետք է լինի առևտրի առարկա։ Դիվանագիտությունը առևտուր է, թե ինչու է ինքը դիվանագիտությունը համարում առևտուր չգիտեմ, բայց այդպիսի թեզերով էր հանդես գալիս եւ փորձում էր իշխանությունների այս թեզը ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն։ Դուք դիվանագետ եք եղել, արդյոք դիվանագիտությունը առևտուր կարելի է համարել ընդհանրապես նման բնորոշում տալ այդ արվեստին, հա, դիվանագիտության արվեստին եւ Արցախի ներողություն հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն, թե ոչ։ Գյորգի Ավետիսյանը, եթե չեմ սխալվում, անասնաբուժ է։ Այո, անասնաբուժ է։ Բասա գնա հիվանդներիդ բուժի, դու ինչ գործ ունես դիվանագիտությամբ զբաղվես, դու արտաքին քաղաքականությամբ զբաղվես, գնահատականներ տաս, որ այդ գնահատականներդ էլ մոտելնի քո մասնագիտությանը։ Հիվանդները 10 երկիր են ղեկավարում, թողել ես անտերանտիրական։ Փոխանա գնա իր հիվանդներով զբաղվի։ Դրանց քաղաքականությունն է։ Հələ մեկը դրան հարցրել, ասի դու ինչ ես պաշտոնան կարվե։ Դրա պաշտոնակության հետևից գնացող եղել է, որ իմանա պատճառն ինչ է եղել, ինչի չէ։ Գիտեք, չէ, ինչ որ կոռուպցիոն սկանդալ կա մեջը արանքում։ Դրա համար էլ հա, տեղի այսպես ասած, ըստ օդում շրջանառվող լուրերի։ Ասա գնա հիվանդներով զբաղվի։ Հենց դիվանագիտության մասիվ կարծիք է հայտնում։ Այ քեզ բան։ Այն որ հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, դա թողնված չի անասնաբուժների եւ դրանց հիվանդների երևակայությանը։ Դա սահմանված է անկախության մասին հռչակագրի 11-րդ Ես իրեն վկայակոչեցի հռչակագրի 12-րդ կետն ասում է, որ պետական ցանկացած պաշտոնյայի գործունեություն պիտի համապատասխանի անկախության հռչակագրի բովանդակության, այսինքն եթե Գյորգի Ավետիսյանը չի ուզում, որ Հայաստանում պաշտոնյաները զբաղվեն արտաքին քաղաքականության խնդիրներով, որպես նաև ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը գերակա համարելով, ուրեմն կարան գնան Թուրքիա, ալեն Թուրքիայի անասնաբուժ։ Միջազգային Թուրքիայում գյուղատնտեսությունը, այդ թվում նաև անասնաբուժությունը ահագին զարգացած Թուրքիայի տնտեսության մեջ գյուղատնտեսություն շատ մեծ մասնաբաժին ունի եւ կարծում եմ, որ իր պահանջարկն էլ ընդ կարա շատ մեծ լինի։ Կարա իր հիվանդներին վերցնի այդան Թուրքիա եւ այնտեղ զբաղվեն Թուրքիայի առաջնահերթություններով, եթե չեն ուզում զբաղվեն այն առաջնահերթությունները, որոնք ամրագրված է անկախության հռչակագրով։ Դե պարզ է, ես չգիտեմ իր մասնագիտական ձեռնարկներում ինչ է գրած, անկեղծ ասած ես ծանոթ չեմ, էլի անասնաբուժության մեջ ես դիլետանտ եմ։ Մենակ գիտեմ, որ կան հիվանդներ, որոնք հիմա երկիր են ղեկավարում։ Հայաստանի Հանրապետությունը ունի արտաքին ազգային անվտանգության ռազմավարություն։ Եվ այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտումը ամրագրված է որպես ազգային նպատակներից մեկը։ Ինքը կառավարության պաշտոնյա է եղել, կառավարության կազմում աշխատող, բայց հավանաբար ժամանակ չի ունեցել կարդալ կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հանձնառության վերաբերյալ գործող կառավարության 2021-26 թվականի ծրագրերում մի ամբողջ գլուխ է նախատեսված։ Պետք է իր գլուխը վերցնի, գնա գլուխը մցնի այդ կառավարության գործունեության ծրագրի այդ գլխի մեջ։ Ունդե տենա, թե ինքը եւ իր հիվանդները ինչով պետք է զբաղվեն։ Ինչ հանձնառություն են իրանք ստանձնել դա անելու։ Այ քեզ բան։ Արա բաբր առս գրել եմ
Մենք ոչ մի բան ես 4 տարի ոչ ծախել, ոչ առել եմ, մենք պետության շահերն ենք ներկայացրել մենակ։ Կարող է իր պաշտոնավար շրջանում տուրարը դամար են գանել, մատ պետք է դրա հետևից գնալ ասել այդ ինչ առևտուր ես արել, որ դու այդ ծառայության տեղակալն է գիտեք, չէ՞ ով էր, երբ որ ինքը ծառայության պետ էր։ Շիշ բռնողի աներձակ։ Շիշ բռնողի աներձակ։ Թե ես շիշ բռնողներն են իր աներձակը, դες մի բան կարելի չունի։ Պարոն Ղազարյան, impeachment-ի գործընթացից էլի պետք է հարցնեմ։ Այսօր մենք Եվրոմեդիա 24-ի տաղավարում այդ մասին զրուցեցինք, բայց քանի որ այս մեր եթերաժամանակը անսպառ է, կարող ենք այդ թեման ավելի բացել։ Ինչ են ասում խորհրդարանական խմբակցությունները։ Ասում են, որ impeachment-ի գործընթացի համար պետք է լինեն պայմաններ, այսինքն լինի փողոցային պայքար, լինեն այսպես մտափող եղած քպականներ, ես այդպես եմ հասկանում իրենց բացատրություններից, եւ հիմա պատեհ ժամանակ չէ impeachment անելու համար, իսկ իրենք չեն ցանկանում մի բան անել զուտ արած լինելու համար, հա, ուզում են անեն եւ ստացվի։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները։ Մեկնաբանությունների տեղը շատ է, հիմա ես զուգահեռ ձեզ հետ խոսելուն զուգահեռ բացում եմ սահմանադրությունը։ Սահմանադրության 115 հոդվածն ասում է. վարչապետին անվստահություն հայտնելը։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկում են նոր վարչապետի թեկնածու։ Ուստի գործընթացն է նկարագրում այդ ամբողջ հոդվածը։ Ճիշտ ասած, դե ոչ միտեղ գրած չի, որ պիտի փողոցում մարդիկ լինեն այդ գործընթացը սկսելու համար։ Այսինքն սահմանադրությունը չի նախատեսում, որ ազգային ժողովի падգամավորները իրենց պարտականությունները կատարելուց պիտի անպայման փողոցում մարդիկ լինեն։ Այդ նույն բանը, որ ցանկացած օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելուց ասեն, բա ժողովուրդ, բա չէ գալի մեր օրենքի նախագիծը պաշտպանել։ Գիտեք, ասենք օրինակ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը հեղինակել է մի հատ օրենքի նախագիծ պատմության եւ մշակութային հուշարձանների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Կարծում եմ նորմալ գործառույթ падգամավորը նաեւ կարող օրենքի նախագծի հեղինակ լինի։ Հիմա որպեսզի падգամավորի օրենքի նախագիծը ընդունվի, պիտի ազգային ժողովի մեծամասնությունը կողմ քվեարկի, չէ՞, այսինքն բացի ընդդիմադիր падգամավորներից պիտի նաև այդ ինչ է այդ անտերները քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից падգամավորներ կողմ քվեարկեն, չէ՞։ Հիմա ասենք թե որ ինքը այդ նախագիծը հեղինակել է, ինչ է մտածել։ Մտածել է, որ ԿՊՆՍ-ից գալու է միանա, թե մտածել է, որ պիտի ժողովուրդը դուրս գա, մենք սաղով հավաքվենք, գնանք ազգային ժողովի բակում, ասենք խնդրում ենք կողմ քվեարկեք պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության մասին օրենքի նախագծի Լիլիթ Գալստյանի առաջադրած փոփոխությունները։ Իհարկե որ падգամավորես պիտի քո պարտականությունները այս կերենիշ որ Լիլիթ Գալստյանն անում ամենայն անկեղծության ու արգանքով եմ ասում, ոչ մի հեգնանք իմ ասածի մեջ չկա։ Իսկ կարծում եմ շատ նորմալ բան է, падգամավորը իր ֆունկցիան է կատարում։ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրությունը նախատեսում է, որ падգամավորը կարող հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով։ Եվ պիտի հանդես գա, պիտի իր նախագիծը հնարավորինս առաջ տանի, փորձի համոզել մյուս падգամավորներին, հիմնավորումներ ներկայացնի, չէ՞, որպեսզի այդ նախագիծը ընդունվի։ Հիմա ասենք օրինակ մեր ազգային ժողովում անցած շաբաթ ընթացող շաբաթվա ընթացքում Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ հատկապես հայ-հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ հանդիսացող падգամավորներ, իսկ նրանք հիմա խորհրդարանում ամենամեծ թիվն են կազմում Հայաստանի պարլամենտի պատմության մեջ, երբևէ 15 դաշնակցականից ավել Հայաստանի խորհրդարանում պետք է դաշնակցական падգամավոր չի եղել։ Հիմա իրանք օրենքի նախագիծ են հեղինակել, որով քրեականացնում են, ուզում են քրեականացնել հատկապես հայոց ցեղասպանությունը հերքելու գործունեությունը համարելով որպես հանցակաց եւ նախատեսելով պատիժ դրա համար։ Հիմա մեր քրեական օրենսգիրքը նախատեսում է ուրեմն հանցակաց ընդհանրապես ցեղասպանությունները հերքելու դրանց հետո պայմանավորված բռնություն քարոզելու իմաստով
Բայց այստեղ մի քիչ ավելի հստակեցում են ուզում մտցնել։ Լավ են անում։ Իդեպ ասեմ Հայաքվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մի կետն էր դրա մասին, չէ՞։ Հայաքվեն ուներ երկու կետ քրեական օրենսգրքում փոփոխություն անում։ Մեկը վերաբերում էր հայոց ցեղասպանությունը շղթելուն, մերժելուն, մյուսը վերաբերում էր Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ 58000 մարդ կողմ էր քվեարկել այդ նախագիծը, որպեսզի ազգային ժողովն ընդուներ։ ՔՊՆՍԿ-ի թույլ չտվեց, որ դա ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ մտնի։ Հիմա հարց. ամեն անգամ ազգային ժողովը, որ պատգամավորները իրենց ֆունկցիան կատարեն, պիտի ժողովուրդը լսի փողոց։ Իհարկե կարող է դեպքեր լինեն, որ կարևորագույն որոշումների համար նաև պետք լինի հանրային աջակցություն։ Ես կարծում եմ, որ համաստավության գործընթացի համար կարա լինի նաև հանրային աջակցություն։ Բայց այդ կարա լինի միայն այն դեպքում, եթե այդ գործընթացը գոյություն ունի։ Այլ ոչ թե հակառակը։ Մենք էլ ենք լսենք փողոց, իրանք որպեսզի իրենց պատգամավորական պարտականությունները կատարեն։ Այդ չասեմ, որ արդեն առնվազն 3 անգամ եղել է դեպք, որ մարդիկ դուրս են եկել փողոց, կանգնել են փողոցում, իսկ իրենք անվստահության գործընթաց չեն սկսել։ Ուզում եք ամսաթվերով ասեմ։ 2022 թվականի օգոստոսի 23-ի հանրահավաք, որը ես էի խնդրել մեր քաղաքացիներին, որ հավաքվեն հանրապետության հրապարակում, ընդեղ բարձրացվեց այդ հարցը, չեն սկսել։ 2022 թվականի սեպտեմբերի 15 ազգային ժողովի բակ տասնյակ հազարավոր մարդիկ, որ երբևէ այդքան մարդ չէր մասնակցել ոչ դիմադրության շարժման, ոչ հայրենիքի պետության շարժման հանրահավաքների, եկան պատգամավորները, գնացին ազգային Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ, Հայկ Մամիջյանը ելույթ ունեցավ, Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցան այդ հարթակից, գնացին ազգային ժողովի շենք, անվստահության գործընթաց չսկսեցին։ 2023 թվականի սեպտեմբերի 19 Արցախի վրա ահաբեկչական հարձակման օրերին ինքնաբուխ մարդիկ հավաքվեցին հանրապետության հրապարակում, տասնյակ հազարավոր մարդիկ ստեղծեցին ինչ-որ մի հատ անհասկանալի ինքնակոչ ազգային կոմիտե, որի կազմում կային ազգային ժողովի երկու խմբակցություններից պատգամավորներ, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանը եւ Հայաստան խմբակցության պատգամավոր Հույդա ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Սկսեցին այդ վաղ անվստահության գործընթաց, չսկսեցին։ 2024 թվականի մայիսի 9 Սրբազան պայքար, երբ որ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 4-ին էր հայտարարել, որ Կիրանցից շարժումը դեպի Երևան եւ մայիսի 9-ին լինելու է Երևանում։ Ոչ մի անակնկալ չկար, անակնկալը մենակ այն էր, որ հավաքվել էր խելքից դուրս մարդ, որ ոչ մեկը չէր մտածում, որ կարող է այդ օր հանկարծ այդքան մարդ հավաքվի։ Արեցին անվստահության գործ, այսինքն փողոցում մարդ հավաքվելուց էլ դա չեն անում։ Հիմա հարց առաջանում, բայց չի չեն անում։ Այդ դեպքում, երբ որ սահմանադրական իրավական կարգավորումները շատ հստակ են։ Ես իրաց բացատրությունները ճիշտ ասած լսել եմ եւ դրանց մեջ էլ որևէ մեկը ինձ համար լուրջ չի թվացել, որ ասես հա, այս պատճառով դա, ասում ԿՊ-ն դեմք քվեարկի։ Ինչ գիտեք այ մարդ, որ ԿՊ-ն դեմք քվեարկի։ ԿՊ-ի տեսակետը որպես խմբակցության իրավունք ունեն արտահայտեն երկու հոգի, ըստ ազգային Ավարա եւ ԿՊ։ Դու Հայկ Կոնջոյանից լսել եք, որ իրանք դեմ են քվեարկելու կամ Արթուր Հովհաննիսյանից։ Ես չեմ լսել։ Բայց Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները թե ինչ են դառել ԿՊ-ի քարտուղարներ, ես չեմ հասկանում։ Մամուլի խոսնակներ։ Նրանց անունից հայտարարություններ են անում։ Այմեր դուք դրանց հետ գործ չունեք։ Դուք հələ ձեր անունից հայտարարություն արեք։ Մեր սահմանադրությամբ ասում է ազգային ժողովի ամեն մի պատգամավոր առանձին վերցրած ներկայացնում է ոչ ժողովրդին։ Կաշկանդված չի հրամայական մանդատով եւ որոշումներ կայացնում իր խղճից եւ համոզմունքներից ելնելով։ Դա սահմանադրության մեջ գրած է։ Հիմա ես ուզում եմ իմանամ ազգային ժողովի որևէ պատգամավոր ինչի՞ չի սկսում այդ գործընթացը։ Թե գործընթացը սկսելուց ինչ կլինի, ինչ, այո, կարող նաեւ որոշ չի որ բոլոր նախաձեռնությունները պիտի հաջողություն ունենան։ Կարող լինեն նախաձեռնություններ, որոնք նաեւ հաջողություն չեն ունենում, չէ՞։ Քիչ է եղել որ օրենքի նախագիծը դնում ես դեմ են քվեարկում։ Բայց որպեսզի իմանաս կողմ են դեմ են նախագիծը, իրանք նախագիծը չեն հեղինակում։ ԿՊ-ի ենթադրյալ կարծիքները հաշվի առնելով, այ քեզ բան։ Այնպես տպավորություն է ստեղծում, որ մինչև հիմա մեր ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները ինչ արել են, սա ճիշտ են արել։ Ինչ արել են, ինչ նպատակ դրել են, կատարվել է։ Տենց է։ Ես ոնց որ ուրիշ արձանագրումներ ունեմ։
Բա մինչև հիմա ամբողջ ընդդիմադիր պայքարի նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է, չէ՞ որ նա պիտի հրաժարական տա։ Տավել է հրաժարական։ Չէ, բան չէ պահանջում։ Լուրջ մարդիկ եք, ծաղի եք վերացում, կատակ եք անում։ Չգիտեք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, ինչ եք պահանջում։ Այսքան անել եք մարդկանց փողոցներով ման եք տալի, բան եք անում, ասում եք զատնի դնողը Նիկոլա, չգիտեմ, մինչև վերջ մենք գնալու ենք, բայց չի գնում։ Մենք փողոցից տուն չենք գնա։ Ամենք մի բան հայտարարում ես, չէ՞, ես չեմ գնա տուն, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, վաղուց տանն է։ Մեկը ուրիշ բաներ էր ասում, բայց լուրջ մարդիկ եք, բա ասում եք այն ինչ որ պիտի անեք, չէ՞։ Մենք բոյկոտում ենք ազգային ժողովի աշխատանքները, այլևս չենք մասնակցելու։ Ազգային ժողով կվերադառնանք միայն այն դեպքում, երբ որ կվերադառնանք մեր օրակարգով։ Ես եմ ասել, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, բայց վերադարձել են, չէ՞ ազգային ժողով։ Օրակարգ իրանք են հաստատում, ոչ, օրակարգ հաստատում ազգային ժողովի խորհուրդը, որի կազմում այլևս ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չկա, բացի խմբակցության ղեկավարներից, որոնք նիստերին չեն մասնակցում, որովհետև ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին հանել է ԿՊՆ պաշտոնից, պաշտոնը թափուր է, ընդդիմության համար նախատեսված քվոտայով։ Բոլոր մշտական հանրաժողովի նախագահներին հեռացրել են պաշտոնից, հանրաժողովի նախագահի տեղակալներին հեռացրել են պաշտոններից։ Լուրջ են, հա, վերաբերում։ Իրանք մենակ անում են այն, ինչ որ վստահ են, որ կլինի։ Արթուր Ղազինյանին 15 անգամ առաջադրել են Անդրանիկ Քոչարյանի տեղակալի պաշտոնում։ 15 անգամ։ Ես ուրեմն անում են 9-րդ անգամ, որ առաջադրում էին։ Ինչ էին մտածում, առաջադրում էին, որ ընտրվի։ Չգիտեին, որ չի ընտրվելու։ Մեն չէին առաջադրում։ Այս Արթուր Ղազինյանի հանրաժողովի նախագահի տեղակալ լինելը ավելի սկզբունքային հարց է եղել Հայաստան խմբակցության եւ պատիվ ունեմ խմբակցության համար, քան վարչապետին անվստահություն հայտնելը։ Բայց դե ինչի սկզբունքայնություն չեն ցուցաբերում։ Շատ խոցելի է իրանց մոտեցումները, տեսակետները, հետեւաբար մենք դրանց հետ չենք հաշտվելու եւ երկուշաբթի օրվանից նաեւ մեր մինչեւ հիմիկվա ցուցաբերած այդ հրապարակային խոսքերին քննարկումներին, որոնք ակնհայտորեն հանրային մեծ արձագանք ունեն, արդեն պաշտոնական ընթացք ենք հաղորդելու։ Ես ինքս իմ անունից եւ նաեւ արթուն ենք քաղաքացիական նախաձեռնությունը նաեւ այդ առումով որոշակի լրատվական քարոզչական աջակցությունը ցուցաբերում այդ գործընթացին, որովհետեւ գաղափարական առումով ընդհանրությունները շատ են։ Ցանկացած մարդ կար այդ նախաձեռնությունը համարի իրեն այդ նախաձեռնության հեղինակը ես չեմ։ Մեկ-մեկ այդ մեր ընդդիմադիր պատգամ։ Մենք ավելի շուտ ենք ասել դրա մասին։ Էդգար Ղազարյանը դա ասել է օգոստոսի 23-ին, մենք ասել ենք օգոստոսի 12-ին։ Չեմպիոն, շնորհավորում եմ։ Այդ գաղափարի հեղինակը ոչ դուք եք, ոչ Էդգար Ղազարյանն է, ոչ էլ ուրիշ մեկն է, ոչ էլ կլինի Կոյրուս Սիմոնյանն է, եթե այդ նախաձեռնությունը լուրջ է։ Այդ նախաձեռնության հեղինակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածն է։ Մենք գերած է։ Էդի ոչ մեկի մտահղացումը չի, որ ասես նստի մտածի, ասի, որ ասես բան կարելի անել։ Գերած է։ Ու ինքան պարզ թե որ դեպքում դա պետք է անի։ Երբ որ կառավարությունը իր գործունեության ծրագիրը չի կատարում, ազգային ժողովը պիտի հենց հիմա այս օրերին ավարտվել է կառավարության ներկայացրած զեկույցի քննարկումը 24 թվականի զեկույցը 21-26 թվականի ծրագրի կատարման ընթացքի մասին։ Քննել եք, ելույթ եք ունենում, պատգամավորել եք, ասում եք կառավարությունը ծրագիր չի կատարում։ Կառավարությունը ծրագիր չի կատարում։ Դուք եք պատգամավոր եք, սահմանադրությամբ էլ ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը։ Դուք ինչ պիտի անեք։ Դուք եք ձեր պարտականություն, այսինքն մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վարչապետը իր պարտականությունները չի կատարում, պատգամավորներն իրաց պարտականությունները չեն կատարում։ Դատավորների ցավը տանեմ ես, որովհետև հիմա դատանի որոշում կա էլի։ Այդ դատավորները լավ են կատարում, դատավորները դատախազները չեն իշխանը բարդ իրականացնում մարմինը հարկադու, դրանց ցավը տանեմ ես, դրանք մենակ դրանք են ապրես երկրում նորմալ աշխատում։ Բան Ղազարյան, դուք դատարանի որոշումը գերակատարում եք։ Ես գոհ եմ։ Ես մեր դատարանից շատ գոհ եմ ապուջան։ Հիմա
Ամեն մարդ իր պարտականությունը կատարի։ Հիմա դրա վարչապետը իր պարտականությունը չի կատարում, պատգամավորն էլ իրաց պարտականությունը չէ, բայց այդ պարտականությունը կատարում մի օր շուտ պիտի սկսեք անվստահության գործընթաց։ Կստացվի դա, չի ստացվի, ով կմիանա, ով չի միանա, այդ հետագայա։ Եթե այդ գործընթացում դուք կարիք կունենաք, որ հանրությունը ձեզ աջակցություն ցուցաբերի, այն ժամանակ պետք է դիմեք հանրությանը, ազգային ժողովի պատգամավորները դա կնախաձեռնեն, ու կգնան քննարկումների, կստացվի, որ ՔՊ-ին չի ստացվում ՔՊ-ի հետ կոնտակտ բան, կարան դիմեն ժողովրդին, ասեն սիրելի ժողովուրդ, խնդրում ենք եկեք ազգային ժողովի մուտքի մոտ մեզ աջակցություն ցուցաբերեք։ Մենք սրանց չենք կարող համոզել, տարական բաներ չենք կարող ՔՊ-ի պատգամավորին համոզենք։ Ես պատգամավոր ենթադրենք, այսինչ անեմ, գնացել եմ, արա դրանց անունները գիտես կորուն, արա ես այդ ՔՊ-ի դեպուտատների լուրջ եմ ասում, կեսից ավելին չեմ ճանաչում։ Հələ մեկի Ասենք Արխասը։ Արա Արխասին շատ եք ասել, արդեն համահանել ենք, սպասի։ Մի րոպե, խմբակցություններ։ Հələ մատ ասեմ, Գալստյան մերի, լսած կաս։ Առաջի անգամ եմ լսում անկեղծ։ Իրենց հիմա այս ընթացքում բացել եմ պարլամենտ կետեմի կայքը, Բադալյան Լուսինեն այդ բանը, լուլունը։ Էդի գիտեն։ Ուրեմն, Գրիգորյան Հռիփսիմը, լսած կաս։ Չէ։ Մարդ է։ Մարդ է, էդի հաստատ փողել է ստանում, գիտես, սրանց եկամուտների հայտարարները որ նայում ես, ամիսը 1 միլիոն մեջները դրած է։ Այդ իրանց աշխատավարձը մոտարապես կարծեմ 680,000 դրամ թե ինչքան ամսական աշխատավարձն է, 700,000 հաշվենք, մոտարապես հաշվենք։ 150,000 դրամ պատգամավորական ծախսերի փոխհատուցում է, որ աշխատավարձի պես են ստանում, էլի ոչ թե հաշիվ ֆակտուրա ներկայացնեն փողը ստանան։ Ամսական ոնց է չլի տարվա կտրվածքով մի 150,000 դրամ էլ պրեմիա կստանան, չէ։ 3 ամիսը մեկ աշխատավարձի չափով, էլ չեմ ասում անկախության օրը 1 միլիոն դրամից ավել ամիսը Գասպարյան Տաթևիկ, լսած կաս։ Գասպարյան Տաթևիկը 1 միլիոն փող է ստանում ամիսը։ Ոչ գիտենք ով է, նկարը բացեք տենանք։ Դե որ Տաթևիկը աղջիկը, աղջիկը։ Ամուսնացած է ունի 3 զավակ, առավելություններ ունի փաստոր։ Արարատի մարզի Շահումյան գյուղ, Յուվեցի բանն է, Տաթևիկն է։ Փողը Դանիելյան Դավիթ, լսած կաս։ Առաջի անգամ եմ լսում։ Չէ, դա Սյունիքից է։ Ահա, այսին որ Կապանի քաղաքապետի տեխնատուներն են պարտվել, այսինքն հիմա հեղինակություն են կան, որ ինք իրանոց քայրած գյուղում գյուղապետ չկարում ընտրվի։ Թոմասյան Միքայել, Թումասյան։ Լսած կաս։ Մարդ է։ Այդ չէ, դրա։ Մարդ է։ Էսի հեսա նայենք։ Հա, այնա, մարդ։ Քիթ ունի, ակաշներ ունի, սաղ ինչ-որ մարդ ունի։ Ես սրանք փող են ստանում։ Բա հիմա մենք չենք գնալու սրանց հարցնենք ասենք, գեջ, Թումասյան Միքայել։ Այդ կարաս ինձ ասես, դու ոնց ես դառել պատգամավոր։ Հրեշտակներն են քեզ բերե երկնքից։ Մանանա ես եղել թափել ես մեր գլխին։ Տեխնատու ես եղել, չէ, որ ընտրվել ես։ Ինչի տեխնատու ես, քաղաքացիական պայմանագիր, կուսակցության համամասնական ցուցակի տեխնատու ես եղել։ Հիմա մենք կգաս իրար հետ նստենք, ձեր կուսակցության նախընտրական ծրագիրը կարդանք։ Չեմ ասում, արի նստենք ձեր համար ծրագիր գրենք, ես դες պահանջում եմ, որ դուք այս անեք այն անեք։ Դուք ինչ եք խոստացել մեր ժողովրդին արա։ Մենք կլի իրար հետ կարդանք։ Հիմա կլինի կարդանք ձեր կառավարության գործնեության ծրագիրը, որ Նիկոլ Փաշինյան իր ձեռով ստորագրել է, բերել է, դուք էլ հաստատել եք։ Մենակ ձեր ոչ Հայաստան խմբակցությունն է հաստատել ձեր ծրագիրը, ոչ պատիվ ունեմ։ ՔՊ-ով դրել եք ձեր ծրագիրը հաստատել եք։ Որոնց գիտես ինչ կա, Կիրակոսյան Լիլիթ կա։ Արա ինչ ասես կա։ Դրանց չեմ ճանաչում։ Հա։ Ես դրանց չեմ էլ տեսել։ Ազգային ժողով լուսաբանող լրագրող ասեք չի ճանաչում պատգամ։ Արխասներ, հա, Արխասը մեր են Արխաս կա։ Արխասն է դենել եկավ ելավ մի։ Արխասը մեր կուրսեցին է, ես 2 ամիս նույնը սանում լսող չեմ մացել որ դի պատգամ։ Ես է որ ասեք սաղին դեմքով ճանաչում, չէ, վերում։ Դա չեմ անում որ դի մեր պատգամավորը։ Պարոն Ղազարյան, երեք Արխաս Ղազարյանը ճեպազրույց էր տալիս։ Ասում եմ մեր քաղաքական ուժը ունի վարկանիշ, մենք որ փողոցով դուրս են գալիս, մեզ
ոչ մոտենում են, ոչ ված բան են ասում, ոչ քննադատում են, ասում եմ, բայց ձեզ ով է ճանաչում, էլի, որ մի հատ էլ ձեզ մոտենան, մի հատ էլ հարցան, մի հատ էլ քննադատեն։ Ախաս, ասեք, ախաս, մետ աղջիկ այլ փողոցում է թմա, դրանով է ճանաչում։ Հիմա մենք դետակ ասենք ախաս ջան, մի հատ կլնի իրար հետ, նստե գերագիտություն ունի, ասեմ քեզ։ Այդ գերագիտություն լավ չէ սովորում, բայց կարծեմ լաբորատորիայի բանի աշխատող է եղել։ Նիկոլ չի էլի։ Ասենք մենակ դպրոց չի, ավարտել, ինստիտուտ, կարծեմ պաշտպանել։ Հիմա ասենք ախաս ջան, արի մի հատ իրար հետ նստենք, ես ու դու, մենք կուրսեցիներով, ես դու Ալփին։ Մի հատ կարդանք կառավարության գործունեության ծրագիրը։ Թող մեզ էլ ներկա լինի, մեզնից մի կուրս ցածր սովորած Կոյուն Սիմոնյան, լրագրող, ազգային ժողովում, հավատարմագրված լրագրող։ Ասես, մացես քաղաքացիական հասարակությամբ ես էլ որպես քաղաքական գործիչ, Կոյունը որպես լրագրող, դուք եք որպես падգամավոր։ Եկեք մի հատ իրար հետ նստենք, գրագետ մարդենք, կարդանք կառավարության գործունեության ծրագիրը։ Մենք եք կարդում եք տենում ենք։ Կառավարությունը գերակա է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում։ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ապահովում իրաց հայրենիք։ Գերակայությունն։ Հիմա կարամ, չէ, հարցնեմ ասեմ, ախաս ջան, կառավարությունը այդ իր գերակայությունը, որ հրճակել է, դուք եք կողմ եք քվեարկի հաստատել։ Կատարել է։ Խոդա անասուն չի որ ասի հա։ Չի կատարել, չէ։ Հիմա որ չի կատարել Սահմանադրության մեջ է գրած է ազգային ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը։ Հիմա դու ազգային ժողովի падգամավոր ես, որ վերահսկում ես այն կառավարության գործունեությունը, որ ծրագիրը չի կատարում։ Ինչ պետք է անես։ Չես կարա, չէ, այդ աս վարչապետի մազերը քաշես, այդ աս ծեծես, դաժե շեշտել են հավաքես սեղանի վրայից, որ մի հատ շիշ շպրտես վրան, ասես ինչ չես անում, արա։ Մի հատ բանը որ կարաս անես, դա վարչապետին անվստահություն հայտնելն է։ Հիմա ախաս ջան, ինչի՞ չես հայտնում անվստահություն։ Քո պարտականությունն է որպես падգամավոր։ Կարա մի բան ասի դե գիտես ինչ, Կորյուն ջան, այդ կամերան անջատի, ես իմ կուրսեցի Ղազարին հետ կարին բան եմ ասում։ Ուրեմն լսի Էդգար ջան։ Այդ կառավարություն որ ասում ես, այդ վարչապետը խոսել է հենց բանկից վարկ են տվել, Երևան մի հատ տուն եմ առել, ռեմոնտն արել եմ, աղբորս հետ ապրում եմ, հմեկից էլ ուղարկում են, նկարում են, ամսական 1 միլիոն աշխատավար, ես այն լաբորատորիա որ աշխատում էի, ամսական ստանում էի 150,000 դրամ աշխատավարձ։ Չենք իմանում ոնց ապրենք, անտիրական բան էինք։ Հիմա 1 միլիոն դրամ փողը կա, գործողումներին գնում ենք, տունը կա, ավտոն կա։ Հələ մի հատ ինձ ասա տենամ, ես այդ կառավարությանը ոնց անվստահ, ասեմ մի րոպե ախաս։ Արդեն մի րոպե։ Այդ դու արդեն որպես падգամավոր չես խոսում։ Որովհետև այդ 1 միլիոն դրամը, ավտոն, տունը որ կա, այդ Նիկոլ Փաշինյանը ովայդ շտացած ժառանգությունից չի տվել քեզ։ Դա մեր հանրային միջոցներն է։ Էնի որ վարչապետ չլի դու մնաս падգամավոր, էլի դու քո փողը ստանալու ես, եթե դու հələ падգամավոր ես։ Որովհետև դու քո փողը ստանում ես ոչ թե դրան ծառայելու, այլ պետությանը ծառայելու համար։ Դու մեր հասարակության փողն ուտում ես, մեր պետության օրենքն ես խախտում, բայց երթում ես տվել։ Պիտի անենք այդ իր երթման կադրերն է, չէ՞ ցույց տանք։ Ազգային ժողովի падգամավորը ստանձնում է իր պարտականությունները ազգային ժողովի նիստերի դահլիճում տված երթումի տեքստը գրած է, որ պարտավոր են կատարելի պարտավորությունները հարգելով Հայաստանի Հանրապետության սահմանադրություն եւ օրենքները։ Հիմա դու եկել եք ասում եք գիտես ինչ, Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետին հանձնարարություն է տվել, մեր սահմանադրությունը խանգարում է այդ մարդը որ դրա պահանջները կատարի։ Մենք այդ սահմանադրությունը կփոխենք։ Իլհամ Ալիևը մի հատ հանձնարարություն է տվել մեր վարչապետին։ Դրան էլ անկախության հռչակագիրն է խանգարում։ Մենք այդ անկախության հռչակագիրը, այո, չէ, դու երթվել ես որ պիտի դրան ենթարկես, ոչ թե դա փոխես։ Պարզ բաներ չէ պիտի բայ, մենք ոչ չենք գնում իրանց ասեն գիտես ինչ, ես մի հատ լավ բան եմ մտածել, բերեք կառավարության գործունեության ծրագրի մեջ գերենք, որ դուք էլ ասես, այդտենց հնարավոր չի, մեր ժողովուրդը դրան վստահություն չի տվել։ Ձեր գրածը պիտի անեք, չէ, բայց պաշտոնյան դրա համար որ իր պարտականությունները կատարի։ Եվ հիմա եթե այդ պարզ բանը ալխասի, մալխասին, ինչ ասես կարա, elə արդեն փագեցի, լավ, զզվել է։ Բացատրենք չհասկանա, ժողովուրդը հավաքենք։ Քաղաքենք ազգային ժողովի Բաքվում, կասենք ժողովուրդ եկեք, այս մարդիկ չեն հասկանում։ Եկեք բացատրենք։ Իսկ
Դա ոնց պիտի այդ դեպքում բացատրվի, այդ արդեն պիտի նայենք մեր դասական գրականություն ունենք մենք Կոյլու ջան։ Հրանտ Մաթեոսյանը երբ է գրել, ասում է 20 հոգի առողջ տղամարդ ենք, ուզենք շալվար կանենք, ուզենք դասաշալվար կացնենք։ Մենակ այն վաղակից պիտի զգուշել ենք Ալեքսայից, որտեղ ատեղ դա շալվարը որ Ալեքս։ Դրանը չենք անել, լավ, դրանը կասին կնա դու փոխվի արի։ Պողազեն, կուզեմ նաև անդրադառնալ օրերս խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած հերթական տեսկրտուքին եւ ընդհանրապես ԿՊԱ-կանների վերջին շրջանի շատ ագրեսիվ վարքագծին։ Այնտեղ Վիլենը Գյումրիում հյուրախաղեր տվեց, Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում հյուրախաղեր տվեց, հետո ընդհանուր սկսեցին Անդրանիկ Քոչարյան բանի մոռացի մեր ազգի մեծերին։ Անդրանիկ Քոչարյանն էլ այո, այնտեղ իրեն ցույց տվեց։ ԿՊԱ-կանները վերջին շրջանում ագրեսիվացել են, թե ինձ թվում է։ Իրանց բնական վիճակն են արտահայտում, էլի Կոյլյան, խուլիգան են այդ մարդիկ։ Խուլիգան են, խուլիգանությամբ են զբաղվում, բա ինչ անեն։ Հիմա ոնց որ մի հատ նկարիչ չես նկարում, բա ինչ ան, այդ մարդը արվեստագետ մարդ է, նկարիչ մարդ է, տաղանդավոր մարդ է, նկարել գիտի, նկար է նկարում, չէ։ Կոմպոզիտորը նստած դաշնամուրի մոտ ստեղծագործություն գրի, գնաց ասես չես ստեղծագործում, չես գրում։ Բա ինչ անի, կոմպոզիտոր է այդ մարդը։ Հիմա գնաց Արթուր Հովհաննիսյանին ասես, Արթուր ջան, չես խուլիգան, բա ինչ անի, խուլիգան է այդ մարդը։ Ռուստամ Բաքվյանին ինչ ասես։ Ալեն Սիմոնյանին ինչ ասես։ Զավասկոյ խուլիգան։ Զավասկոյ, ժառանգական։ Հիմա ինքը իր բնական վիճակը արտահայտում է։ Հիմա մեկը մի բաժան խմբան նոր արտահայտում, մեկը այն անտեր մնացածից ծխում է նոր արտահայտում, մեկը ոչ մի բան չի անում արտահայտում է։ Դες բան կա, չէ՞, դրանց էս վերջերս տարել են լաբորատորիա։ Այն մեկի մազից ինչ-որ բաներ էին հանել, հետո ասել մենակ է չի, այն մյուսներն է տարել։ Լաբորատորիա ես գիտեի, ձեր բանին են տանում, մողես են տանում, ճագար են տանում, մուկ են տանում։ Թե սրենսկ են տանում լաբորատորիա, չգիտեմ։ Բայց տանում են, մի բան կա, չէ՞ որ տանում են։ Տանում են, հետազոտում են, արդյունքները հայտնում են պացիենտին, Ավետիսյանին։ Այո։ Թեմաները սպառեցինք, պարոն Ղազարյան, կհանդիպենք հաջորդ կիրակի օրը, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։